Բարև բոլորին ժողովուրդ ջան, ձեր հետ եմ Virus Gaming-ը եւ ես շարունակում եմ խաղալ Crime Simulator-ի խաղը։ Եվ քանի որ նախորդ վիդեոում մենք վերջացրեցինք գրեթե մեր բոլոր առաջադրանքները հիմնական, այստեղ տեսնում ենք, որ ես ամբողջովին 8 առաջադրանքները վերջացրել եմ եւ հիմա մեզ ոչ մի առաջադրանք չկա։ Իսկ քանի որ ընդհանուր ունենք 13 առաջադրանք, ես կատարել եմ 9, մնացած 4 առաջադրանքները դրանք երկրորդական առաջադրանքներ են։ Այդ իսկ պատճառով այսօր առաջարկում եմ առաջադրանքներով չընկնենք, կռիվների մասնակցենք եւ վերջի անգամ թալանենք մեր կողքի տները։ Հենց ասածից վրա բանդիտները արձակվել էին տանուս վրա եւ փորձում էին կողություն կատարել, գնանք եւ մյուս երկուսին էլ խփենք։ Մոռացա նշեմ, որ բոլոր առաջադրանքները կատարելով մեզ տվել էր այս սիրուն կատանան, որը արդեն կոտրվեց բանդիտների հետ կռվելուց։ Այս մարդը նարկոտիկների հետ կապ ունի, եկել ենք նրանից տեղեկություն ստանալու, բայց նա մեզ տեղեկություն չի տալիս, եկեք խփենք նրան միանգամից։ Իսկ հիմա ଆଉ երկու տան բնակիչը դուրս է եկել զբոսնելու, եկեք առիթը բաց թողենք, խփենք նրան եւ գնանք նրա տունը թալանելու վերջի անգամ։ Այստեղ նորից ռադիոնա, գիթառնա։ Իսկ հիմա նա վեր կացավ եւ կանչեց ոստիկանություն, պետք է խփեմ ոստիկանին։ Զգուշ։ Արա կրակում հա։ Չէ։ Իսկ հիմա ասում եմ մյուս կողքի տունը թալանելուն։ $20, տոստեր, խփում ենք տանտիրոջը, $220 նորից, իսկ հիմա մյուս տանտերը ոստիկանություն է կանչում, պետք է խփենք ոստիկանին, թալանում ենք եւս $40, ոստիկանը եկավ մեր հետևում էր, եւ խփում ենք նաեւ ոստիկանին, շատ լավ է, երկրորդ ոստիկանը չէ, խփեց մեզ։ Իսկ հիմա նորից եկանք կոնտեյներների տեղը, տեսնենք կոնտեյներների ներսում նոր բան ավելացած կլինեն, թե ոչ։ Իսկ հիմա մտնում ենք կոնտեյներների ներսը, ակումուլյատոր ենք գտնում։ Իսկ հիմա եկեք գնանք ֆերմա, այսինքն քարտեզի մյուս կողմը։ Ստեղ ինչպես հիշում եք փուլի մի հոտ եմ դրել, 15 փուլ էլ մեջը կա, որպեսզի բանդիտները արձակվեն, այն կարողանա պաշտպանել ֆերման։ Իսկ հետո մեր երկրորդ տունը ունեցանք այստեղ, որից կլադում էլ պահում եմ մյուս իրերը, եկեք մտնենք եւ տեսնենք։ Ստեղ պահել եմ չպետքական իրերը, կարանք ավելացնենք, սա էլ ինձ պետք չի։ Եվ այստեղ վերջացնելով անցնում ենք մեր հիմնական քարտեզ։ Եկեք գնանք եւ մյուս կողմի տունն էլ թալանենք, ասեմ, որ այնտեղ աղջանիկներ կան։ Ասեմ, որ ամենավերջում ամբողջ գումարով գնելու եմ ամբողջ իրերը, մինչև գումարը չվերջանա։ Եկեք խփենք առաջինին։ Առաջինը գնաց։ Երկրորդին նույնպես խփեցինք։ Իսկ տանը տեսնում եք մեզ հետաքրքրող ոչ մի բան չկա, դուրս են գալիս։ Եկավ այն պահը, որ պետք է հիմա մեր ամբողջ գումարը ծախսենք եւ գնենք բոլոր իրերը։ Ինչպես տեսնում եք, ես ընդհանուր հավաքել եմ $3000, իսկ հիմա գնացինք ամբողջ իրերը հերթականությամբ գնելու ենք, մինչև չվերջանա մեր գումարը։ Ատմիշկա $20, լոմ $200, գվալտ $300, պիտա $100, դուբինկա $150, կաստետ $100, բալոն $100, $500 գրանատ ենք վերցնում, այս զենքն է մենք արդեն ունենք, պետք չի վերցնել, կարանք պատրոններ առնենք լիքը, նարկոտիկ ենք գնում, այսքան ժամանակ նաև հեռադիտակ չենք գնել, կարանք գնենք եւ փորձենք այն լավ աշխատում է թե ոչ, գնում ենք հեռադիտակը, բինտ ենք առնում, տեղ ենք վերցնում, ապտեշկա ենք առնում, իսկ հիմա ընդհանուր եկեք տեսնենք ինչքան բան գնեցինք։ Մի հատ տեսեք մեր սենյակում ընդհանուր ինչքան բան գնեցինք։ Ինձ ընդհանուր հետաքրքրում է մենակ հեռադիտակը, տեսնենք ոնց է աշխատում։ Առաջարկում եմ հեռադիտակը դրսից փորձել, որ տեսնենք մինչև մյուս տան ներսը կերևա թե ոչ։ Չէ, մինչև այսքան հեռավորության վրա է երևում, ինձ թվում էր մինչև ներսը ցույց կտա։ Եվ մյուս բանը, որ ինձ հետաքրքրում է, դա կաստետն է, տեսնենք ուդար անելուց ավելի շատ է ուռուն անում, թե ոչ։ Հիմա փորձում ենք։ Միանգամից տեսնում եք, որ ուռոնը ավելի արագ է անում եւ արագ խփեցի այս մարդուն։ Իսկ հիմա ընդհանուր կգնահատեմ մեր Crime Simulator խաղը 10 բալային համակարգով։ Գնահատելու եմ 7 միջին կարգով, ասեմ խի 7 եմ գնահատում, որովհետեւ քարտեզը այդքան մեծ չէր։ Իսկ հետո տներն էին նույնն, այնուհետև տանտերերի պերսոնաժներն են համարյա նույնը։
Ճիշտ է, Ֆերման, որ կար հետաքրքիր էր խաղը, այնտեղ նաև տունը մեծացրեցինք, բայց ընդհանուր խաղը տան ներսում ամբողջ իրերը նույն տեղերն էին պահկված։ Իսկ դուք անպայման իջնում եք լայքերը դնում եք, էկրանում ցույց է տալիս, բաժանորդագրում եք ալիքին, ներքևում է բաժանորդագրության կոճակը, իսկ ամենավերջում գրում եք ձեր կարծիքը խաղի մասին, կկարդամ բոլորիդ կոմենտները։